Հարգելի գործընկերներ, հյուրեր, սիրելի քաղաքացիներ։ Պետություն եկեղեցի հարաբերություններում ստեղծված ճգնաժամը իր վտանգավոր բնույթից բացի պետք է դիտարկել շատ ավելի լայն կոնտեքստում։ Ու այստեղ խնդիրը միայն իշխանության հրահրումների, հակապետական գործողությունների կամ թևայի առավել ևս հուզական կամ զգայուն դրսևորումների մասին չէ։ Սա առաջին հերթին այն մասին է, թե որտեղ է ավարտվում պետության լիազորությունները։ Սա առաջին հերթին վերաբերում է, թե արդյոք մեր երկրում իրավունքը գործում է որպես սահման, թե որպես գործիք։ Եվ վերջապես սա վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությանը, անկախ նրանից նա հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, թե ոչ։ Որովհետև եթե պետությունն այսօր կարող է կամայականորեն միջամտել եկեղեցու ներքին գործերին, հայրենիքը եկեղեցին պաշտպանելու կամ դիրքորոշում արտահայտելու համար հոգևորականներ կալանավորել, ապա հասկանալի է, որ չունի որևէ բարդույթ կամ զսպող հանգամանք հատելու այն կարմիր գծերը, որը երկրին շատ ավելի են մոտեցնում անդառնալիության կետին։ Հայտարարության նախագիծը ելնում է հենց այս մտահոգությունից։ Այն արձանագրում է, որ վերջին շրջանում ի հայտ են եկել բազմաթիվ երևույթներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում պետության եւ ազգային եկեղեցու հարաբերությունների սահմանների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է այնպիսի գործողությունների եւ որոշումների, որոնց արդյունքում պետական մարմինները, այդ թվում դատարանները եւ իրավապահ համակարգը ներթափանցում է եկեղեցու ներքին կառավարման դաշտ։ Իսկ դա արդեն պարզապես տեխնիկական կամ ընթացակարգային խնդիր չէ, դա իրավական պետության հիմնարար սկզբունքի հարց է։ Որն է այստեղ խնդրի էությունը։ Եկեք առավել բարձ խոսենք։ Շատ բարձ։ Եկեղեցին, ինչպես ցանկացած կրոնական կազմակերպություն, ունի ներքին կարգն ու կանոնները, իր որոշումների ընդունման ընթացակարգերը։ Պետությունը կարող է հետևել, որ երկրում պահպանեն օրենքները, բայց պետությունը որևէ դեպքում չի կարող փոխարինել եկեղեցու ներքին որոշումների ընդունման մեխանիզմները, չի կարող թելադրել, թե ով պետք է իրականացնի հոգևոր ծառայություն, ով ոչ, ինչ կարգով պետք է գործեն եկեղեցական մարմինները եւ առավել ևս ինչ պետք է տեղի ունենան ծեսերի ու պատարակների ընթացքում։ Հայտարարության նախագիծը հատուկ ընդգծում է նաեւ մեկ այլ չափազանց զգայուն հարց՝ ծիսական կյանքի նկատմամբ միջամտությունը։ Հասարակ քաղաքացու համար սա կարելի է ներկայացնել շատ բարձ հարցով։ Կարող է արդյոք պետական պաշտոնյան կամ պետական համակարգը որևէ ձևով ազդել եկեղեցում ծեսի կատարման կարգին կամ ձևին, կամ այն հանգամանքին, թե ինչ պետք է հնչի պատարակի ընթացքում, ում անունը պետք է հիշատակվի, ումը ոչ։ Իմ համոզմամբ ոչ, չի կարող, որովհետև այդ պահից սկսած պետությունը դադարում է լինել սահմանադրական չեզոքություն պահպանող ինստիտուտ եւ սկսում է մտնել մի տարածք, որը ակնհայտորեն իրենը չէ։ Հայտարարության նախագիծը չի սահմանափակում միայն մտահոգությունների արձանագրմամբ, այն առաջարկում է մի շարք կոնկրետ գործնական լուծումներ։ Առաջինը իրավական թափանցիկությունն է։ Սա նշանակում է, որ իրավապահ եւ քննչական մարմինները պետք է ունենան հստակ հրապարակային չափանիշներ, թե ինչպես են իրենց գործողություններում հաշվի առնում խղճի ու կրոնի ազատությունը։ Այլ կերպ ասած, չպետք է ստացվի այնպես, որ քննիչ գործողությունը կամ այլ հարկադրական միջոցը նշանակվի այն ժամին եւ այն ձևով, որն անհամաչափորեն խափանում է պատարակը, եկեղեցական ժողովը կամ կրոնական կառույցի բնականոն աշխատանքը։ Երկրորդը միջազգային իրավական խորհրդատվության հանգամանքն է։ Նախագիծն առաջարկում է դիմել Վենետիկի հանձնաժողովին, որպեսզի ստանանք հեղինակավոր մասնագիտական կարծիք, թե ինչ սահմաններ ունի պետական միջամտությունը կրոնական կազմակերպության ներքին կառավարման հարցերում եւ ինչ չափանիշներով պետք է առաջնորդեն դատարաններն ու այլ մարմինները նման վեճերում։ Երրորդը արդարադատության ապաքաղաքականացումն է։ Սա նշանակում է, որ բարձր հնչեղություն ունեցող գործերով պետք է առավել խիստ պահպանվեն դատական անկախության, անաչառության եւ արդար դատաքննության չափանիշները։ Հանրությունը պետք է վստահ լինի, որ որևէ վարույթ չի օգտագործվում որպես ճնշման միջոց, որպես պատժելու ձև կամ որպես ազդակ փոխելու մի կառույցի ներքին կյանքը։ Չորրորդը մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ դերակատարումն է, որովհետև եւ խոսքը վերաբերում է խղճի եւ կրոնի ազատությանը, անհրաժեշտ է ոչ միայն արձանագրել խնդիրը, այլ նաեւ գնահատել ռիսկերը եւ առաջարկել այնպիսի քայլեր, որոնք կանխեն հետագա միջամտությունները։ Սիրելի քաղաքացիներ,
այս ամենը կարևոր է ոչ միայն այսօր քննարկվող իրավիճակի համար, սա կարևոր է վաղվա Հայաստանի համար, որովհետև եթե մենք ընդունում ենք, որ պետությունը կարող է մեկ անգամ հասնել իր լիազորությունների սահմանը, ապա վաղը նույն տրամաբանությունը կարող է կիրառվել մեկ այլ հաստատության, մեկ այլ հանրային խմբի, մեկ այլ քաղաքացու նկատմամբ, ինչը իհարկե մեր օրերում եզակի դեպք չէ։ Իրավունքի գերակայությունը հենց դրա համար է անհրաժեշտ, ոչ թե այն ժամանակ, երբ ամեն ինչ հանգիստ է, այլ հատկապես այն ժամանակ, երբ կա լարվածություն, հակասություն եւ գայթակղություն, խնդիրը լուծելու ոչ թե իրավունքով, այլ զոռբայությամբ։ Այս լսումների նպատակը հետևաբար պարզ է, բարձրաձայնել մի սկզբունք, որը շատ հստակ է։ Պետությունը պարտավոր է հարգել կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։ Հայ առաքելական եկեղեցու նրա բացառիկ դերի մասին ոչ միայն մենք ենք խոսում կամ կարևորում, այլ այն ամրագրված է սահմանադրությամբ։ Եվ եթե այս լսումների արդյունքում մենք կարողանանք հանրությանը մեկ պարզ ուղերձ փոխանցել, ապա այդ ուղերձը կարծում եմ հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք վեր չէ սահմանադրությունից, ոչ մի պետական մարմին իրավասու չէ անցնել սահմանությամբ իրեն վերապահված սահմանը։ Եվ վերջում ուզում եմ ազատություն մաղթել այս պահին բանտում գտնվող Բագրատ Սրբազանին ու տարբեր խափանման միջոցների եւ սահմանափակումների տակ գտնվող մեր բոլոր հոգեվորականներին։ Շնորհակալություն ուշադրության համար։